Տավուշի մարզի Բաղանից գյուղում ենք։ Բաղանիցիները, ինչպես տեսնում եք, նորոգում են 2 օր առաջ տեղացած ուժգին կարկուտի հետևանքով վնասված տանտանիքը։ Այսպիսի տներ Բաղանիսում ու հարակից գյուղերում այսօր շատ են։ Կարկուտի հետևանքով ոչ միայն տների տանիքներն են վնասվել, այլ նաև մեքենաներ ու տնամերձ հողատարածքներում աճող ամբողջ բերքը։ Այս կարկուտի հետևանքն է ամբողջը։ Կարկուտի հետևանքն, այո։ Ինչքան է վնասված տանիքը օրինակ։ Մի ժամ կլինի արդեն ստեղ։ Վերջացնում եք թե։ Հələ մի քանել են կոմնա, մյուսերեսը։ Շիֆերներից նա ենելա տրակացրել այդ, նա տեսքանի հատ ծակա արել արդեն։ Փակել եք կեսը։ Կեսը փակել ենք, մնացել է այս կեսը դեռ փակել չենք, որովհետև մտադիր ենք փոխենք էլի։ Սենց կարկուտ ոչ մի անգամ երևի շատ այն թվերին էլա։ Այն այն կրիշեքերնա գոմի, այն ըստին չի երևում, բայց տակնուց երևում է։ Սե քրապացակերա, ագինա, վազներնա, այն ինչ որ ունենք սաղ վնասեց էլի։ Շիֆերնա ջարդին հետո այգի չկա, այն ներքևն էլ այգի բաղկած են, սաղ ջարդած պսրած։ Ինչ ունեիք այգում։ Ընդեց 4 անգամ պար չկա, մար, սաղ ջարդած, բայց ոչ մի հատուցում չի եղել, հմել ես կարկուտնեկա, ես գոմնա, այս այգի մագին սաղ վնասեց, ինչ անենք, ինչ կարանք ինչ անենք, ես չգիտեմ կոքնի պետությունը, թե չի օգնի, մենակ մերը չի, ես սաղ, էտ ինչ հարավ ես կարկուտը, մի կետ ձևի կարկուտ կյանքım չենք տեղած։ Այդքան խոշոր էր։ Շատ խոշոր, եթե մարդ է դրաներ հաստատ կսպաներ, են հրևանի երեխի կլխին տվելա պատրել, ձերին տվելա ձերը սևացրել, հասցելա տուր մտել։ Ինչ պետք է անենք, օգնություն է պետք, այս քեզ ժողովրդին։ Տանը չենք եղել, եկանք տեսանք սաղ ավիրացա։ Բախտի բերմանք այս ավտոմեքենան դրանը չի եղել, այն մեկը մի քիչ տվելա փոսիկներ կա բան, բայց այդքան բան չի։ Ու խաղողնա շատ վնասվել, մեկ էլ հոնի ծառեր ունենք, կարալյոկ ունենք, սաղ բերքատու ծառեր են։ Սաղ փչացել է։ Ջթերնա։ Խաղողից մոտավորապես ամենակիչն եմ ասում, քիչով եմ ասում, 500 կիլո նախտի կար, որ այս տարի ավելի շատ բերքեր, անցած տարի այդքան չունեինք, անցած տարի չենք վաճառել։ Հոնն էլ ահագին հոն էինք վաճառում, ամեն տարի վաճառում էինք 300-350 դրամով վաճառում էինք, մոտավորապես 100 կիլո, անցած տարի ոնց որ այդքան շատ չի եղել, բայց այս տարի բերք շատ էր։ Կարկուտը տեղացել է երեկոյան երևի 7:30-ի սահմաններում մոտ 15 րոպե ու տենց ինքը շատ խոշոր տրամաչափի ու շատ վնասատու կարկուտ էր, որ սա գյուղը տուժեց դրանից, համատարած բոլոր գյուղը բոլորը տուժել են, թե մեքենաներ, թե տանիքներ, թե ծառատեսակներ, թե բանջարաբոստանային կուլտուրաներ, գյուղացին ինչ ունի տուժել է բոլորը։ Ջուջևան գյուղում 7 րոպե տեղացած խոշոր կարկուտը հասցրել է վնասել գյուղացիների ամբողջ բերքը։ Տնամերձ հողամասերում ծառերին ու թփերին գրեթե ոչինչ չի մնացել։ Ջուջևանում մեծապես անասնապահությամբ են զբաղվում բնակիչները։ Կարկուտը վնասել է նաև դաշտում եղած խոտը, որ բնակիչները պատրաստվում էին առաջիկա 1 ամսվա ընթացքում հնձել։ Ջուջևանցիները հիմա անելանելի դրության մեջ են հայտնվել։ Ասում են, կենդանիների համար ձմռան անասնակեր չունեն եւ տարակուսած են ինչպես են անասնակեր գտնելու, հաշվի առնելով, որ հարակից գյուղերում իրավիճակը նույնն է։ Համ ջարդել է կարկուտը այդ խոտարկը, համ էլ խոտը ոնց որ գետնի վրա պարկած մեծ պրոբլեմն է հնձելու ժամանակ, դա շատ դժվար է լինելու։ Բացի այդ վառելիքի հիմա թանկացումն է գնացել, այդ ակցիզային հարգեր են բարձրացնել, դից վառելիքի բանի մեծ պրոբլեմ առաջանալու գյուղացիների համար։ Հարևան գյուղից էլ ենք մեր չի երիկում, դրսից էլ ենք նրանց մոտել է այդ նույն պրոբլեմը, չգիտեմ, ահագին ծանր վիճակ կա գյուղացիների համար։ Լստի մտիկ արա, այս երկու իրը, այս ամբողջ բանը։ Պարարտանուտ էլ պետք է տայինք էլի մի քիչ նորմալ կլներ, բայց հիմա սա արդեն էլ պիտանի չի։ Արդեն ոնց որ ամբողջ քո աշխատանքը ջուր ես։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Հիմա այնց իրավիճակա, որ սա տան մարել չկա, էլի, խմձոր։ Այսինքն մենք գյուղացի, մենք գնալու ենք խմձոր առնենք, օրինակ ձմեռը, խփածա կարկուտից ու վնասվածա։ Նույնն էլ բանջարեղենին, լոբին ջարդվել է լրիվ, պամիդոր, վարունգ, էցած էլ, ինչ որ դրել ենք լրիվ ջարդել է։
Դեռ ոչինչ չի սկսել հավաքել, ոչ մի Չէ, դեռ ոչ մի վերք չենք հավաքել։ Բերքից բացի Կարկուտն այս գյուղում վնասներ է հասցրել նաև գյուղացիների գույքին։ Փողոցում կայանված մեքենաներ են վնասվել։ Ուրիշ տեղ եմ ելել մեքենանը հայաթում կանգնացել էլ եկել եմ տեսել այս վիճակը։ Երեխեք վերել են որ վրիշորմոր 20 չեն հասել։ Թեթև ես հարցուփորձ եմ արել, ասել են 200-ից 300 հազարի կարգի։ Այդ գինն են ասել, ինչ որ հատիկ-հատիկ ադա հանվում, այդ ձևի են ասել։ Կարողանաք հիմա առաջիկայում գնալ անել, թե ժամանակ կպահանջվի այդ գումարը վաստակելու։ Դե ժամանակ կպահանջվի որտեղից անեմ։ Գյուղի տղեն որտեղից անեմ։ Բայց կսարքենք, վերջի որ չենք սարքել։ Գյուղապետարանում հաշվարկում են միայն գույքային վնասի չափերը։ 1-2 տրանսպորտային միջոցով վնասվել։ Կարող է ասենք լինի էլի վնասված, բայց մեզ տեղյակ չեն պահել։ Կարող է մարդիկ իրանք հետ չիմանան, որ իրանք տրանսպորտային միջոցը վնասվել է, հետո հայտնաբերեն, չեմ կարող դուրս ասել։ Բայց այս պայն 2 հոգի տեղյակ են պահել։ Այսինքն տնամերձ այգիների բերքը ու օթարքների վնասները չեն փոխհատուցվելու։ Այդպես է ստացվում։ Դե ես իսկի չգիտեմ, այդ շարժական անշարժ գույքի մասով փոխհատուցվելու է, թե չէ, ինչ մնաց ասենք, ես ճիշտ չի լինի, որ հենց հայտարարություն անեմ, ասեմ, փոխհատուցվելու է կամ չի փոխհատուցվելու։ Չեմ կարող ասեմ, դե կառավարությունը երևի կորոշի, ոնց կանի, ինչ կանի։